Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի շուրջ քննարկումները չեն դադարում։ Սերիալը շարունակում է իր անկանխատեսելի զարգացումներով զարմացնել հեռուստադիտողներին, իսկ նրա սցենարիստն ու պրոդյուսերը Դիանա Գրիգորյանը պարբերաբար պատասխանում է երկրպագուների հետաքրքրող հարցերին։ Այս անգամ հարցը վերաբերում էր Աննայի հղիությանը, որը դարձել է շախունցների ընտանիքի համար մեծ իրադարձություն։ Հեռուստադիտողներն անհամբեր սպասում են պարզելու Աննան ու Միքայելը տղա են ունենալու, թե աղջիկ։ Երբ երկրպագուները հարցրեցին ինչ սեռ է լինելու Աննայի երեխան, Դիանա Գրիգորյանն իր սովորության համաձայն խուսափեց ուղղակի պատասխանելուց։ Նա հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դուք ինչ եք կարծում»։ Այս պատասխանը կրկնակի հետաքրքրություն է առաջացրել հեռուստադիտողների շրջանում։ Ոմանք վստահ են, որ Աննան աղջիկ է ունենալու, որը կլինի նրա համար բարի ու հոգատար, իսկ մյուսները կարծում են, որ Միքայելի ու Հենրիի հետ կապված բարդ պատմությունից հետո զույգը տղա է ունենալու, ով իր հոր արժանի շարունակողը կլինի։ Դիանա Գրիգորյանի նման արձագանքը հաճախ նշանակում է, որ ինտրիգը դեռ բաց է և ամեն ինչ կարող է փոխվել։ Սցենարիստը հաճախ սիրում է խաղալ հեռուստադիտողների սպասելիքների հետ, մատուցելով այնպիսի շրջադարձեր, որոնք կարող են շոկի ենթարկել։ Երեխայի ծնունդից հետո հնարավոր է, որ նա դառնա Բագրատի նոր թիրախը, քանի որ նա փորձում է կործանել շախունցների տոհմը և երեխային ու Աննային կփորձի գրավել դեպի իր կողմը, հատկապես երբ հայտնի դառնա Անգելինայի պատմությունը։ Մեկ այլ հետաքրքիր տեսանկյուն էլ կա, որ Դիանա Գրիգորյանը կարող է դիտավորյալ հեռուստադիտողներին շեղել։ Հնարավոր է, որ սցենարում ավելի մեծ դրամա է սպասվում, և երեխայի սեռը միայն երկրորդական հարց է։ Իսկ դուք ինչպես եք կարծում, Անեն աղջիկ կունենա, թե տղա, և արդյոք նա կհասցնի առողջ ու անվտանգ ծննդա բերել, թե նորանոր վտանգներ են սպասվում շախունցների ընտանիքին։ Մի բան պարզ է, «Վերջին զանգը» սերիալը շարունակում է պահել հեռուստադիտողներին լարվածության մեջ, և ամենահետաքրքիր իրադարձությունները դեռ առջևում են։ Դիանա Գրիգորյանը հայկական հեռուստասերիալների ամենահայտնի սցենարիստներից ու պրոդյուսերներից մեկն է։ Նրա ստեղծած նախագծերը տարիներ շարունակ մեծ դիտողականություն են գրանցել իրենց դրամատիկ, ինտրիգային և հաճախ անկանխատեսելի սյուժեներով։ «Վերջին զանգը» հեռուստասերիալը Դիանա Գրիգորյանի այն նախագծից է, որն արագ դարձավ ամենադիտված հայկական սերիալներից մեկը։ Այն պատմում է շախունցների ընտանիքի մասին, որտեղ գաղտնիքները, դավադրությունները և դրամատիկ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին։ Սերիալի գլխավոր հերոսուհին Անգելինան հայտնվում է սիրային եռանկյունու մեջ, մինչդեռ նրա ընտանիքը փորձում է բաժանել նրան Հենրիից։ Սյուժեն լարվում է, երբ պարզվում է, որ Անգելինան իրականում Միքայելի ու Աննայի դուստրը չէ, ու շատ շուտով պարզվելու է, որ Անգելինան Աննայի ու Սոսի դուստրն է, իսկ նրա ծնողները հակառակը գիտեն, թե Միքայելի ու Աննայի դուստրն է։ Այսքան տարիներ ինչու իրենց հարց չեն ուղղել, թե ինչու է Միքայելը իր հարազատ երեխային հանձնել իրենց։ Դիանա Գրիգորյանի սցենարները միշտ էլ տարբերվել են իրենց դրամատիկ զարգացումներով, հզոր կերպարներով ու խորը էմոցիաներով։ Նա վարպետորեն օգտագործում է ընտանեկան գաղտնիքների, սիրային դրամաների ու անսպասելի շրջադարձերի համադրությունը հեռուստադիտողին էկրանին գամելու համար։ Նրա սերիալներում հաճախ հանդիպում են ուժեղ, կանացի կերպարներ, որոնք անցնում են ծանր փորձությունների միջով, բայց ի վերջո հաղթահարում են դժվարությունները։ Այս ամենը հանդիսատեսի համար ստեղծում է հույզերով լի պատմություններ, որոնց միջոցով շատերն իրենց գտնում են։ Դիանա Գրիգորյանի նախագծերը ոչ միայն բարձր դիտողականություն ունի, այլ մեծ ազդեցություն են ունենում հայ հեռուստադիտողների շրջանում, դառնալով քննարկումների ու վերլուծությունների թեմա։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ է սպասվում հետագա սերիալներում, և իհարկե բացահայտենք միասին նոր սերիալներում կատարվող փոփոխությունների շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Շատ եք ինձ հարցնում, արդյոք Աննան հղի է։ Ինձ ուրախացել, ոնց որ Աննան իսկապես հղի է։ Այս հարցին պատասխանեցի։ Ինչ վերաբերում է Հենրիին և Անգելինային, շատ եք հարցնում, արդյոք Անգելինան լքելու է հանրապետությունը։ Լքելու է։ Հենրիից գնալու է։ Ինչ է անելու Հենրին։
նայեք կիմանաք։ Իրականում շատ եք հարցնում, թե ով է մեր հեռուստասերիալի երաժշտության հեղինակը։ Ես ասեմ, որ Վերջին զանգը հեռուստասերիալի եւ առհասարակ բոլոր այն սերիալները, որոնք որ մենք իրականացրել ենք, բոլոր սերիալների երաժշտության հեղինակը Արմանն է Բարսամյան, ով գրում է շատ գեղեցիկ կինո երաժշտություն, ով գրում է իրավիճակային կինո երաժշտություն, ում կինո երաժշտությունը լսելիս միանգամից պատկերացնում ես ֆիլմ իր բոլոր գույներով։ Արմոն է Բարսամյան այդ ամենի հեղինակը, չէ՞ Գայ։ Տաղանդավոր Արմանը։ Ու տնքից Գայուշ։